Արդյունքները ներկայացնելու համար ձայնը տրվում է հաշվիչ հանձնախմբի նախագահ Լիլիթ Մինասյանին, համեցեք տիկին Մինասյան։ Շնորհակալություն։ Հարգելի գործընկերներ, ազգային ժողովի նախագահի տեղակալի պաշտոնում ընտրվելու համար առաջադրվել էր Արամ Վարդևանյանի թեկնածությունը։ Ազգային ժողովի 105 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել են 53-ը։ Քվեատուփում առկա էր 53 քվեաթերթիկ, որոնցից անվավեր է ճանաչվել 0-ն։ Ձայների քանակը բաշխվել է հետևյալ կերպ. Արամ Վարդևանյան կողմ 53 դեմ 0։ Շնորհավորում եմ, պարոն Վարդևանյան։ Այսպիսով, պարոն Վարդևանյանն ընտրվեց ազգային ժողովի նախագահի տեղակալի պաշտոնում, շնորհավորում ենք պարոն Վարդևանյան, համեցեք։ Վարման կարգի վերաբերյալ Էդգար Ղազարյան։ Քվեարկության արդյունքների հետ կապված ուզում եմ արձանագրենք, որ սա այս գումարման ազգային ժողովում առաջի դեպքն է, երբ ազգային ժողովի նախագահ կամ տեղակալ ընտրվում է ողջ ազգային ժողովի, այլ ոչ թե մեկ խմբակցության կողմից։ Ըստ էության սա լեգիտիմության ամենաբարձր աստիճանն է, որ ունի պարոն Վարդևանյանը նախագահությունում։ Շնորհակալություն։ Ես ուզում եմ հիշեցնել, որ քաղաքացիական պայմանագիրը մինիմալ թվով ձայներ է ապահովել, որպեսզի պարոն Վարդևանյանը ընտրվի, քանի որ իրավիճակն այնպիսին էր, որ եթե քաղաքացիական պայմանագիրը այդ 13 ձայները չտար, պարոն Վարդևանյանը չէր ընտրվի։ Եվ սա չնայած այն փաստին, որ ընդդիմադիր խմբակցությունները չեն քվեարկվել մեծամասնության թեկնածուներին, եւ սա ամենևին չի նշանակում, որ պարոն Վարդևանյանը ավելի կոնսենսուսային թեկնածու էր։ Սա ընդհանրապես նշանակում է, որ մեծամասնությունը համարել է, որ սահմանադրությամբ ամրագրված այն փաստը, որ ազգային ժողովի նախագահի տեղակալներից մեկը պետք է լինի ընդդիմության ներկայացուցիչ, պետք է ապահովել անկախ մեր քաղաքական տարաձայնություններից, որոնք գործում են։ Իսկ ձեր ելույթը վարման կարգի հետ ընդհանրապես կապ չուներ, պարոն Ղազարյան։ Խնդրում եմ չշարաշահել վարման կարգի վերաբերյալ ելույթները։ Այժմ, հարգելի գործընկերներ, անցնում ենք օրակարգային հաջորդ, ներողություն, պարոն Վարդևանյան, եթե ասելիք ունեք, խնդրեմ։ Շնորհակալ եմ, սիրելի հայրենակիցներ, հարգելի գործընկերներ, Աստված պահապան մեր հրաշք Հայաստանի Հանրապետությանը եւ մենք ուժեղ Հայաստան վստահաբար ունենալու ենք։ Շնորհակալ եմ։ Հարգելի գործընկերներ,